Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Այստեղ այնքան են հակասական կերպարները, որ չգիտես ով է դրական, ով բացասական։ Միքայելն, ով համարվում է կարծեք թե բացասական կերպար, իր խաղով այնպես է համոզել հեռուստադիտողներին, որ լինելով բացասական կերպար սիրված է հեռուստադիտողների կողմից։ Հեռուստասերիալի առաջիկա սերիաներում այնպիսի ինտրիգներ ու հետաքրքիր տեսարաններ են սպասվում, որ հեռուստադիտողները շունչները պահած սպասում են հետագա զարգացումներին։ Աննան ժամանակից շուտ լույս աշխարհ բերեց որդուն, ով ունի խնդիրներ։ Բնականաբար նա այս պահին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Աննան լինելով բժիշկ շատ լավ հասկանում է, որ որդին խնդիրներ ունի։ Միքայելն էլ հավանաբար հասկանում է, որ երեխան իր մեղքերի պատճառով է նման իրավիճակում հայտնվել։ Իհարկե Հենրին նրան հանգստացնում է և որդուն անվանակոչում են Դավիթ։ Ամեն ինչ լավ է լինելու, քանի որ համացանցում հայտնված տեսանյութերն ու լուսանկարները վկայում են այն մասին, որ ընտանիքը հիվանդանոցից դուրս է գրվում երջանիկ, ուրախ իրենց որդու հետ միասին և առանց խնդիրների։ Բայց այս ընտանիքի շուրջ ծավալվող իրադարձություններն այսքանով չեն ավարտվում։ Լիլիթը գտնվում է ծանր հոգեբանական վիճակում, իսկ դա նշանակում է, որ Աննան երբեք էլ հանգիստ չի ունենա, հատկապես երբ այս պահին նրանք գտնվում են Հայաստանում։ Նա ոչ միայն հոգեկան խնդիրներ ունի, այլ նաև հարբեցողությամբ է զբաղվում, իսկ ավելին դիտեք տեսանյութում առանց մեկնաբանության։ Մենք հիմա գովազդի նկարահանման, հետո երեկոյան սերիալի նկարահանման, հետո էլի խառը գործեր ունեմ, ու դուք չեք կարող պատկերացնել ինչքան խիտ է իմ գրաֆիկն էս վերջին շրջանում, ու այս խիտ գրաֆիկի մեջ ինձ անդադ զանգեր են գալիս, թե արդյոք ճիշտն են բոլոր նյութերը, որոնք տարածված են համացանցում ընկերներին, քանի որ սենց չի ստացվում բոլորիդ հետ առանձին խոսալ, ասել, որ սուտ ես ուզում սենց հրապարակավ ասել, որ դրանք աղերս չունեն իրականության հետ և չգիտեմ, եթե սենց ուղիղ նայենք, կհասկանանք, որ անգամ նյութը գրված էջը, որը ներկայացնում է, իրանք չեն կարող իրական որևէ հայտարարություն անեն։ Այնպես որ մի հավատացեք են ամենին, ինչը հրամցնում են ձեզ տարբեր անիմաստ կայքերով։ Ում եք շատ սիրում երեխեք։ Աննային թե Լիլիթին։ Զգացիք, բայց ինձ սիրողներ կան։ Գնացինք։ Լավ, եկեք։ Գնացեք պլաշատկա։ Այդ դու ժամանակին։ Գնացեք պլաշատկա։ Լավ հանգարեցի, որովհետև գիտեի։ Սոս։ Այո։ Ինչպես եք։ Լավ, սպասում եմ։ Կարդում եք մեկնաբանությունները։ Երբեմն։ Եվ հետաքրքիր է արձագանքները։ Այսօր մեզ ուրախ սյոմկա է սպասվում։ Ինչ լավն ես։ Ապրես։ Որ շոքից չմեռնեմ, ես լավ կտնում։ Ես քեզ ցանկանում եմ, որ գաս քո երեխուն տանես տուն այսինքն։ Ես այսինքն կգամ 6-ի, բայց դու իմ 10-ին ես գալու։ Հոչկա։ Всё, պայմանավորվել ենք։ Պայմանավորվել ենք։ Շոտ։ Ռաֆը շատ լավն ես։ Այսպեսի ուրախ սյոմկա ունենք այսօր, բոլորով կարևորը։ Դες մի քիչ էլ backstage տամ այսօրվա նկարահանումից։ Այն բաները մենք էինք։ Արդեն մեռնում եմ շոքից։ Ոնց ենք դիմանալու շոքին։ Միշտ ուզեցել եմ այս բանի բողկերի շորերը հագնեմ, ուղղակի շոկա։ Թե չէ շատ հավես է։
ասենք որ մենք հատ առ հատ կարդում ենք բոլոր մեկնաբանություններն ու նամակները։ Իդեպ 100,000-ին շատ քիչ է մնացել։ Այո, դրա համար պիտի լինենք շատ ակտիվ, որ վերջապես դառնանք 100,000 ու ամփոփենք մեր մրցույթը, որպեսզի տեսնենք, թե ով է նկարվելու մեզ հետ։ Սերիալում Այո։ ու անցկացնելու է ամբողջ օրը մեր հետ։ Մեզ ավելի շատ ոգևորում է այն փաստը, որ դուք ուզում եք մեզ հետ ժամանակ անցկացնեք, քան նկարվեք սերիալում, բայց մենք մեր խոստումը պահելու ենք։ Ու դուք նկարվելու եք մեզ հետ։ Բարի օր բոլորին։ Ուզում շնորհակալություն հայտնել ձեզ այս սարսափելի ակտիվության համար։ Իհարկե, ես գիտեմ, թե դուք որքան եք սիրում մեր սերիալը, ես գիտեմ, թե դուք որքան ուշադիր եք, հետևողական ու գիտեմ, թե որքան շատ սիրված են մեր կերպարները եւ շնորհակալ եմ, որ շատ ակտիվ հետևում եք մեզ, շնորհակալ եմ, որ շատ ակտիվ հետևում եք իմեջին, հետևում եք վերջին զանգի էջին, չգիտեմ, որ այդքան մեծ է ցանկությունը շատերի մոտ նկարահանվել մեզ մոտ մեկ սերիայում, ունենալ շատ հետաքրքիր տեսարան ձեր սիրած կերպարների հետ, այնպես որ շարունակեք այս ակտիվությունը եւ տեսնենք, թե ով է ընտրվելու եւ ով է հայտնվելու մեր վարկանիշային հեռուստասերիալում։ Սպասում ենք ձեզ։